Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել խորհրդի նորընտիր անդամներին եւ լիահույս եմ, որ ամեն ինչ կանեք, որպեսզի մեր երկիրը հզորանա։ Այսօր ինձ համար շատ տխուր օր է, շատ տխուր։ Նրանով տխուր չի, որ ես բարձրագույն դատական խորհրդում եմ, ինձ համար այս դահլիճը շատ լավ դահլիճ է, որովհետև խորհրդանիշում է մեր դատական իշխանությունն է խորհրդանշում եւ երաշխավորն է։ Ցանկացած դատավորի հետ կարող է նման բան կատարվել, կարող է հարուցվել կարգապահական վարույթ եւ ուղարկվել բարձրագույն դատական խորհուրդ։ Բայց տխուր է ինձ այնքանով, որ ինձ մեղադրեն, որ ես դատական իշխանությունը հեղինակազրկում եմ։ Ոչ թե նրա համար, որ ես 29.5 տարվա դատավոր եմ, այլ որ ես Գևորգի մայրն եմ, ու Գևորգը այստեղ է, տանջվում է Գևորգս։ Հետաքրքիր է, ինչ պիտի անեի, էլ ոնց պիտի բարձր պահեի դատական իշխանության հեղինակությունը։ Ինձ ճանաչում են մարդիկ եւ ասում են, եթե դու ասում ես, որ Հայաստանը լավ վիճակում է լինելու, որ դատական իշխանությունը հաղթահարելու է դժվարությունները, մենք հավատում ենք քեզ։ Արտասահմանում են մարդիկ նույնը ասում։ Եվ ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, ոչ միայն որպես 29.5 տարվա դատավորի, այլև որպես Գևորգի մոր։ Պաշտոնը անցողիկ է, բայց ես հավերժական պաշտոն ունեմ, ես Գևորգի մայրն եմ։ Եվ ամեն մի բառ, ինչ որ կապված է մեր երկրի հետ, ես շատ զգուշությամբ եմ արտասանում։ Ամեն մի քայլ, որ գցում եմ, ես հասկանում եմ, որ ես Գևորգի մայրն եմ, ուշադրության մեջ եմ, եւ ես շատ ուշադիր պիտի լինեմ, որպեսզի պակասեցնեմ թերացումները։ Անսխալական մարդ գոյություն չունի, միայն Աստված է։ Ուրիշ բան է, որ մեկի թերացումները կարող են շատ ուժեղ բարձրաձայնել, մյուսի կոպիտ սխալների մասին լռել, սա այլ հարց է։ Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հունիսի 13-ին, ընդ որում 10 ձայնով, առանձին կարծիք չի եղել, բոլորը միաձայն որոշում են կայացրել, որ 20-ից մինչև 24 թվականը, մինչև հունիսի 13-ը, պատերազմից հետո իմ աշխատանքը կատարվել է թերացումներով։ Սա հաստատված փաստ է։ Ճիշտ է, ես այդ ընթացքում բազմաթիվ գործեր եմ լսել եւ ազգային ժողովի ընտրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ես ընտրվել եմ Վչռաբեկ դատարանի դատավոր։ Այսինքն պետությունը գտել է, որ ես արժանի եմ գտնվելու Վչռաբեկ դատարանում։ Ոչ միայն գիտելիքներով, այլև իմ բարոյական կերպարով։ Որովհետև ճիշտ է, դատավորը միակ պաշտոնն է, որ առանձին անձ է եւ իրականացնում է իշխանություն։ Բայց Գևորգի մայր լինելը, հերոսի մայր լինելը, դա սովորական ֆիզիկական անձ չի, դա ինստիտուտ է, դա հավաքական կերպար է։ Եվ եթե այսօր Գևորգի մորը մեղադրում են, որ ինքը դատական իշխանությունն է հեղինակազրկում, մեղադրանքն է ինստիտուտին։ Սա շատ կարևոր է։ 29.5 տարի իրականացրել եմ արդարադատություն։ Այդ թերացումը, որ ունեցել եմ, թերացումները, որ ունեցել եմ, պայմանավորված է եղել մեղքի բացակայությամբ։ Ես չէի կարող այդ թերացումները չունենալ։ Եվ հավասարության նշան դնել, ասել, որ բարձրագույն դատական խորհուրդը նման նախադեպեր է ունեցել, մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող փաստ է։ Խորհուրդը արձանագրել է, ինչու է բացակայել իմ մեղքը, եւ չի ասել մի գործով, չի ասել գործերի քանակը, չի ասել բնույթը, ասել է կատարվել է թերացումներով։ Ներկայացված միջնորդությունը, որոշումը
Ինչ փաստական հանգամանքներ, որ նշված են, այն փաստական հանգամանքները, որ կա խորհրդի որոշման մեջ, դրանք նշված չեն։ Նույն ժամանակահատվածում է ակտը ուշ հրապարակվել եւ ակտը ուշ տրվել կողմերին։ Խորհուրդը դրա մասին արդեն բարձրաձայնել է, հաստատված է համարել։ Ի սկզբանե վարույթը պիտի կարճվեր։ Սահմանադրական դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա։ Ինձ նպատակը հայտնի չէ։ Եթե եւ երկրորդը, այդպես էլ Ստեփանյան Արտուրի որոշումը բերեց լիազոր մարմնի ներկայացուցիչը, այնտեղ չկա, որ հրաժարվել է։ Հրաժարման մասին չկա։ Իհարկե զարմանալի է, որ այդ որոշումը բերվեց եւ բացի դրանից խորհուրդը համապատասխան որոշումը կայացնելուց այլ փաստական հանգամանքներ էլ է հաշվի առել, հիմա այս խորհրդին չպատմեմ իր կայացրած որոշման մեջ։ Ինձ իսկապես զարմանք է առաջացնում, որ Արդարադատության նախարարությունը, ես համոզված եմ, որ ի սկզբանե իմացել է այդ որոշման մասին, խորհրդի որոշման մասին, եւ հենց սկզբից կարճման մասին մերժման պատասխան չի տվել քաղաքացուն։ Առավել եւս, որ մինչեւ բարձրագույն դատական խորհրդի դիմելը, անձը ասել է, որ չկա դրա անհրաժեշտությունը։ Նպատակը ո՞րն է։ Հրաժարվել է բողոքից։ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը կա։ Հանգամանքները չեն վերացել, այդ հանգամանքները չեն վերացել։ Պատերազմի հետևանքները շարունակվում են, դրանք մի օրում չեն վերանա։ Մարդիկ, որոնց տուն պատերազմը չի մտել, մարդիկ ասում են պատերազմի հետևանքները շարունակվում են։ Իսկ շնորհակալության փոխարեն Արդարադատության նախարարությունը, շնորհակալության խոնարհումի փոխարեն ինձ մեղադրել, նման մեղադրանք առաջադրել ինձ, փոխանակ ասել ինչ լավ է, որ Տիկին Հովսեփյան դուք հաղթահարել եք, դուք աշխատում եք, դուք պայքարում եք, որ մեր երկիրը ուժեղանա, ինձ մեղադրել այդ մեծ մեղքի մեջ, նպատակը ո՞րն է, որ ես գնամ Եռաբլուրում իմ տղայի կողքը պառկեմ, որ ես ընկնեմ դեպրեսիայի մեջ եւ չկարողանամ աշխատել, ո՞րն է նպատակը։ Չգիտեմ։ Ես չեմ կասկածում խորհրդի անաչառությանը եւ խնդրում եմ, որ խորհուրդը վարույթը կարճի, որտեղ արդեն դրա մասին խորհուրդը կայացրել է որոշում եւ այս գործը նույնպես այդ ժամանակահատվածում է եղել։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ինչի մասին որ դուք խոսեցիք, Տիկին Հովսեփյան, ձեր որդու հետ կապված մեկ անգամ չէ, որ յուրաքանչյուրս անձնապես ձեզ շնորհակալություն ենք հայտնել այդ ամեն ինչի համար, ինչի մասին որ դուք խոսեցիք։ Այսպիսով եզրափակիչ ելույթները նույնպես լսեցինք, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի 6-րդ ամսի 2-ին, հունիսի 2-ին ժամը 14:20 նույն վայրում։ Դատական նիստը հայտարարվում է փակված։